Երկրի վրա քայլող քաջառիչները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան 1989 թվական հունիսի 10 Երևան Սասունցի Ֆահրատ և Նարինե Մկրտչյանների ընտանիքում ծնվեց առուզավակ, առաջնեկ դստրիկի ծննդից 1 տարի անց։ Նա ոչ այլ ոք էր, քան մեզ բոլորիս քաջ ծանոթ մեծն չեմպիոն և քաջ հերոս Սասուն Մկրտչյանը։ Սասունցի առուզավակի անունն էլ ինչ պիտի լիներ, եթե ոչ Սասուն։ Սասունցի տատն էր ընտրել այդ անունը թոռան համար։ Ահա այստեղ տեղին է ասված. «Եվ Սասունը նորից պարեց, ոտքը զարկեց, ձեռքով արեց։ Պարեց Սասունն ու ողջ աշխարհ հիացավ, պարեց Սասունն ու ողջ աշխարհը հասկացավ, որ պար չէ սա, այլ մի ազգի քաջ պատմություն, ուր պարտությունն անգամ ունի հպարտություն, և չի ախտի ոչինչ այն հին ժողովրդին, որ այս ջանքով ու այս կամքով պարել գիտի»։ Սակայն Սասունը դեռ հետո պիտի կերտեր ողջ ազգի պատմությունը, նախ վաստակեր չեմպիոնի արժանի տիտղոս, իսկ առավել ուշ հերոսանար և դառնար հավերժի ճամփորդ։ Նրա նախնիները գաղթել էին Արևմտյան Հայաստանից, և երևի դա էլ հենց առիթ էր դարձել, որ նա դաստիարակվեր հայրենասիրական ոգով։ Դեռևս փոքր տարիքից էր ժառանգել հայրենասիրությունն ու հայրենասերի ոգին։ Ընտանիքում հաճախ էին խոսում, երգում, պարում իրենց նախնյաց իսկական սասունցու ոգով։ Ապա նմանվել էր իր ազիզ պապին, ով հայրենական մեծ պատերազմի վետերան ու իսկական զինվոր է եղել։ Մեր քաջը շատ խելոք, բայց աշխույժ երեխա էր, սիրում էր խաղալ ընկերների հետ, պետք եղած ժամանակ հասնում էր օգնության, շատ բարի էր։ Դպրոց գնացել է 1996-ից 2006 թվականներին, սովորել է Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցը, եղել է հարվածային։ 10 տարեկանից զբաղվել է սպորտով, թայլանդական Մուայ Թայ բոքսով։ Մասնակցել է բազմաթիվ մրցումների և պարգևատրվել տարբեր մեդալներով ու պատվոգրերով։ 2001 թվականին ՀՀ Մութայ բոքսինգի 4-րդ առաջնության ժամանակ 3-րդ տեղը զբաղեցնելու համար Հայկական սիրողական Մութայ ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է դիպլոմով։ 2002 թվականին Սավատ բոքսինգի հայկական ֆեդերացիայի կողմից ստացել է պատվոգիր։ Հայաստանի բաց առաջնությունում 12-ից 14 տարեկան տարիքային խմբում 40-ից 43 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցնելու համար։ 2003 թվականին Ֆրանսիական բոքսի հայկական ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է դիպլոմով և մեդալով 14-ից 16 տարեկան տարիքային խմբում 45-ից 48 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցնելու համար։ 2004 թվականին Տիտան ակումբի բաց առաջնության ժամանակ 14-ից 16 տարեկան տարիքային խմբում 49-ից 52 կգ քաշային կարգում պարգևատրվել է 2-րդ տեղի մեդալով և դիպլոմով։ Ապա կրկին նույն տարվա մեջ ՀՀ ֆեդերացիայի գավաթի բաց առաջնության ժամանակ վաստակել է 2-րդ տեղի համար նախատեսված մեդալը և պատվոգիրը 14 տարեկանների մեջ 57 կգ քաշային կարգում մրցելու համար։ 2005 թվականին ՀՀ ազգային կոխ ֆեդերացիայի մանկապատանեկան հատուկ կանոններով առաջնության ժամանակ պարգևատրվել է ոսկե մեդալով և պատվոգրով 55 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցնելու համար։ 2015 թվականի ապրիլի 17-ից 20-ին տեղի ունեցած միջազգային մրցումում, որը նվիրված էր Եղեռնի 100-ամյակին, ստացել է սերտիֆիկատ, որպես սույն սպորտաձևի մասնակից և զարգացնող։ Վերջին տարիներին էլ հանդիսանում էր ֆեդերացիայի անդամ, ինչպես նաև մրցավար ու մեկնաբան։ Եվ ահա պարտքը հայրենիքի տալու ժամանակն էր։ Բանակ զորակոչվել է 2007 թվականին Տավուշի մարզի Էն զորամաս։ Պատվով ծառայելով և պարտքը տալով հայրենիքին 2009 թվականին զորացրվել ու ընդունվել է Երևանի դատական փորձագիտական և հոգեբանության ինստիտուտի հեռակաբաժին, որն ավարտել է 2014 թվականին։ 2009-ից 2011 թվականներին աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում որպես կարգադրիչ։ 2011-ից 2014 թվականներին ծառայել է խաղաղապահ զորքերում։ 2014 թվականից ծառայել է ՀՀ ՊՆ հատուկ բրիգադում և 4-րդ հատուկ նշանառության ջոկատում, հետախույզ գնդացրորդ։ Երբ մայրը հերոսացին տիկին Նարինեն երբեմն փորձում էր համոզել, որ թողնի ու փոխի աշխատանքը, նա ասում էր. «Մա, դու չես հասկանում»։ Նա մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և հատուկ միջոցառումների կատարմանը։ Պարբերաբար մեկնում էր Արցախ ծառայություն իրականացնելու։ Ծառայությունը միշտ պարտաճանաչ, հմտորեն և առանց վրիպակների անցկացնելու համար արժանացել է ՀՀ զինված ուժերի լավագույն զինվոր մարտիկ և մարտական պատրաստության գործում ունեցած բարձր ցուցանիշների համար պատվոգրերի։ Նրան բոլորն էին սիրում, քանզի նա իրենից մեծերին շատ հարգող էր։
Ասում են, հորեղբոր տղաները փոքր տարիքում մի դժվարության, որ հանդիպում էին կամ մեկը, որ մի բան էր ասում, վազում էին նրա մոտ ու ինքը բոլոր հարցերը շատ արագ ու հանգիստ լուծում էր։ Մայրը հերոսացին տիկին Նարինեն հուզված ձայնով ասում է. նա կյանքում շատ հաջողակ ու ինքնուրույն մարդ էր և ամեն ինչի ուզում էր ինքնուրույն հասնել։ Շատ հաջողակ մարդ էր, կրկնվեց մտքումս։ Կարծես չէի լսում տիկին Նարինեին, մտածում էի, եթե այդպես էր, բա ինչու։ Երբեք դժվարությունից չէր փախչում, այդպես էլ կար։ 2016 թվականի ապրիլի 1-ին հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո Արցախից վերադարձել է տուն։ Մի շաբաթից նշանադրությունն էր։ Նշանադրություն։ Նոր կյանքի սկիզբ, նոր կյանքի հիմնաքար, նոր ապագա, նոր հույզեր, նոր հույսեր, բայց… Ապրիլի 2-ի առավոտյան սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես նրան նորից հետ են կանչել, այս անգամ թալիշ, առաջնագիծ, հակառակորդի կողմից գրավված դիրքերը հետ գրավելու։ Դիրքը հետ գրավելիս Սասունի գնդացիրը խափանվել է, զինակցից զենք է խնդրել, սակայն հրամանատարը թույլ չի տվել։ Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և քանդել էր իր խափանված գնդացիրը։ Այդ ընթացքում հասցրել է վիրավոր ընկերներին հանել առաջնագծից և կրկին շտապել վերադարձնելու կորցրած դիրքը։ Ամսի 2-ի լույս 3-ի գիշերը նա Թալիշում ոչնչացրել է թշնամու բազմաթիվ գրոհայինների՝ վերոհիշյալ դիրքը հետ բերելու նպատակով։ Հակառակորդն այնքան է մոտեցել, որ վեր է կացել պառկած տեղից ու գոռացել է. «Կամանդիր, սրանք արդեն Դավադի տարին»։ Ու հասակով մեկը կանգնած իր գնդացրով կրակելով առաջ է գնացել, սակայն դիպուկահարի կրակից որովայնի շրջանում ծանր վիրավորում է ստացել, որը պտտվող գնդակ է եղել։ Զին ընկերները նրան իջեցրել են դիրքերից, գումարտակի հրամանատարը պառկել է նրան պառկեցրել իր կրծքին ու սահելով իջել ներքև։ Մյուս զին ընկերը կողքից է սահել, բռնելով Սասունի ձեռքը, ու սեփական զարկերակն այնպես է խփել, որ նա իրեն հուսադրել է, թե Սասունը ողջ է, կարծելով, որ դա նրա զարկերակի զարկերն են։ Իսկ շտապ օգնությունը պայքարել է մեր քաջի կյանքի համար։ Սակայն… Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նա դարձել է հավերժի ճամփորդ, որից հետո նրա ընկերները իրենց զինընկերոջ կորստի ցավը սրտերում ու վրեժից արյունակալած աչքերով 5 թե 6 ժամ պայքարելով շարունակել են իրենց բաժին կռիվն ու հետ վերցրել երկրորդ դիրքը։ Փառք մեր հերոսի հիշատակին և խոնարհումս նրան։ Սկզբում ողջ է եղել։ Հրամանատարն ասել է. «Սասուն, մի թմրի, խոսիր, մինչև հասնենք»։ Սասունը հարցրել է. «Ինձ վիրավորել են»։ Գնդապետը պատասխանել է. «Չէ, ուղղակի սրսկել ենք, դրա համար է գլուխդ պտտվում»։ Սասունն էլ պատասխանել է. «Դե լավ է»։ Մի անգամ էլ, երբ ընկերներով սեղանի շուրջ հավաքված են եղել, վստահ ասել է. «Իմ իսկական ընկերները դուք եք, ու վստահ գիտեմ, որ եթե մի բան լինի, իմ մարմինը թշնամու տարածքում չեք թողնի, հետներդ կբերեք»։ Սա ոչ այլ ինչ էր, քան հետախույզի հոտառություն։ Մեր հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով և Արցախի մարտական ծառայություն մեդալով։ Ապրիլի 2-ին, որ կրկին գնացել է Արցախ, մինչև Թալիշ հասնելը ծնողները մի քանի անգամ խոսել են նրա հետ, հորդորել են զգույշ լինել, քանի որ լուրերից արդեն տեղյակ էին, թե ինչ է կատարվում Արցախում։ Նա ասել է. «Մա, հանգիստ եղիր, զգույշ եմ»։ Մայրն ասել է. «Կզանգես»։ Նա մեղմ պատասխանել է. «Կապ չի լինելու, բայց հենց կապ լինի, կլսեք ձայնս»։ Ու այլևս չեն լսել իրենց հերոս որդու ձայնը։ Սասունը հերոսացավ, դարձավ պատմություն։ Փառք ու խոնարհում մեր անձնվեր ու անձնուրաց քաջին։ Այդ գիշեր հերոսի ծնողները չեն կարողացել քնել, սպասել են սահմանից լուրերի։ Մայրը մի պահ իրեն վատ է զգացել, ամբողջ մարմնով ցնցվել է, բայց հետո է իմացել ու հասկացել, որ մինուճար որդին այդ նույն ժամին է զոհվել։ Ասել է, թե մայրական հոգին զգացել է, որ որդին հավերժ լքեց իրեն և փարվեց մայր հողին։ Ծնողները նրա զոհվելուց հետո են իմացել, որ հրաշալի տիրապետում էր թուրքերենի, մեր հերոսը միշտ եղել է փակ ու գաղտնապահ։ Մայրը երբ զանգել է, նա ասել է. «Խոհարար եմ, ճաշ եմ եփում կամ քնած եմ»։ Մայրն էլ չի հավատացել ու ասել է. «Հանգստյան տո՞ւն ես գնացել, ում ես խաբում»։ Իսկ մեղմ ու հանգիստ տոնով համոզել է մայրիկին. «Չէ, մա, այստեղ շատ լավ է»։ Իսկական հետախույզի վարքագիծ։ Մինչև 2023 թվականի Արցախի բռնազավթումը Մարտակերտի շրջանի Թալիշ մարտական դիրքում տեղադրված էր մեր խիզախի հուշաքարը։ Իսկ Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 դպրոցում բացվել է ու այսօր էլ կա նրա անունը կրող դասասենյակ։
Նրա անվամբ դասասենյակ կա նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի դպրոցում։ Նրա քույրը Գեղեցկուի Անին ամուսնացած է և ունի 2 զավակ՝ աղջիկ, տղա։ Տղան կրում է Հերոս Քեռու անունը։ Տիկին Արինեն իր խոսքում նշում է, որ ինքը միշտ էլ դեմ է եղել, որ որդին կյանքը վտանգի տակ է դնում, իսկ մեր քաջն առարկություն չընդունող տոնով ասել է. «Մա, այդպես մի խոսիր, եթե բոլորը քեզ նման մտածեն, թուրքը վաղը կգա, Երևան կհասնի, այդ ժամանակ ինչ ենք անելու»։ Նա պիտի ամուսնանար, իր իսկ խոսքերով ասած, իր համերկրացի, սասունցի ու իր նման գիժ մեկի Գոհարի հետ։ Զանգել էր մորն ու ասել. «Մա, լավ աղջիկ է, լավ է լինելու, ամեն ինչ շատ լավ է լինելու»։ Ամեն ինչ շատ լավ է լինելու։ Արձագանքվեց հոգումս. «Սիրելի Հերոս, միթե սա էր քո ասած լավը։ Ինչու, Սասուն, ինչու մայր հողդ ավելի գերադասեցիր, քան քո հարազատ մորը։ Ինչու քո անգին զարդ Գոհար հարսնացուին դեռ չհարսնացրած այրիացրիր։ Միթե դա էր ասածդ լավը։ Ինչ ասեմ, գուցե որ դու չփարվեիր մայր հողիդ, Աստված մի առասցե, բայց թուրքը տիրանար մորդ ու հարսնացուիդ։ Գուցե ելքը դա էր, գուցե»։ Մեր քաջը շատ էր սիրում նաև բնություն և երբեք չէր կարողանում անտարբեր անցնել գեղեցիկի հանդեպ։ Որտեղ մի ծառ, մի թուփ, մի գեղեցիկ վայր, Սասունն այնտեղ։ Միշտ կարելի էր նրան տեսնել ծաղիկների մեջ կանգնած կամ ծաղիկները ձեռքին։ Իսկ դա ոչ այլ ինչ էր, քան ռոմանտիզմ։ Չգիտեմ, հատուկ ջոկատայինն ու ռոմանտիզմը որքան համատեղելի են, բայց փաստը փաստ էր, որ մեր հերոսն այն կարողանում էր համատեղել և զուգորդել։ Ընդունված կարծրատիպ կա, որ զինվորականը պիտի լինի սառը, չոր և զուրկ լիրիկական զեղումներից, բայց մեր հատուկ ջոկատայինը կարծես ուզում էր կոտրել ու կոտրել էր այդ կարծրատիպը։ Նա ընկերների կյանքն էր փրկել։ Եթե նա չլիներ, տղաներն էլ ողջ չէին լինի, այստեղ չէին լինի։ Մեր տոկուն հատուկ ջոկատայինը երբեք չի սիրել տեսնել արցունքն մոր աչքերին։ Տիկին Արինեն ասում է. «Հիմա էլ երբ նկարի մոտ լացում եմ, կարծես նկարին նայելով արագ զգաստանում եմ։ Թվում է նկարից մեղմ, բայց սաստող հայացքով ասում է. «Մա ջան, պետք չի, այդպես էր պետք»։ Երևանի Քանաքեռի զորամասի փառահեղ անկյուններից մեկը նվիրված է մեր հերոսին, դարձել էր նրա հուշանկյունը, որը հիմա տեղափոխվել է Սովետաշենի զորամաս։ Նա այնտեղ հավերժ ներկա է իր հուշանկյունով։ Նույն զորամասում են նաև նրա անվան պուրակն ու ցայտաղբյուրը, որ այնտեղի ամեն անցորդ խմի ու զովանա հերոսիս անվան աղբյուրի ջրով, փառք տա նրան ու չմոռանա, որ ինքն ապրում է նաև այս քաջի արյան գնով։ Կանգ առ, անցորդ, խմիր ջրից այս սառնորակ, ու թող զովանա սիրտդ պապակ։ Այս աղբյուրը կրում է մի անուն, ով իր ազգի համար հավերժացավ, հավերժի ճամփորդ դարձավ։ Խմիր ու խոնարհվիր դու հերոսի առաջ, ով անգամ հարսնացուին թողեց, հանուն հայի խաղաղության նույնիսկ նրան չհարսնացրեց։ Ապա նրա անունով կրող լսարան կա Դատական փորձագիտական և հոգեբանության ինստիտուտում, այնտեղ, որտեղ հենց ինքն էր սովորել։ Քեզ երբեք բացակա չենք դնի, հերոս ջան։ Խոնարհումս քո սխրանքին, իսկ փառքիդ առաջ պատիվ ունեմ։